1918 թվականի մայիսի 28-ին անկախ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ 108 տարի առաջ այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը։ Մայիսին Ղարաքիլիսայում, Բաշապարանում, Սարդարապատում հայկական ուժերին եւ կամավորներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրքերի դեմ պայքարում եւ կասեցվեց նրանց առաջխաղացումը։ Դարեր շարունակ անկախությունը կորցրած ժողովուրդը մայիսը կոչեց հաղթանակների ամիս, վերագտնելով ինքնիշխանությունը։ Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր։ Մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը։ Ահա այս տողերով էլ անկախ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Կարճ ժամանակում ստեղծվեցին պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրվեց խորհրդարան, նախագահ Ավետիք Սահակյան, ձևավորվեց կառավարություն, վարչապետ Հովհաննես Քաջազունի։ Օրվա խորհրդով պայմանավորված հանրապետության հրապարակում այսօր կցուցադրվի վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած զինտեխնիկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Թրամփն իր Truth Social-ում Փաշինյանին անվանել է մեծ բարեկամ եւ հզոր առաջնորդ, նշելով, որ նա կիսում է տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման իր տեսլականը։ ԱՄՆ նախագահն իր աջակցությունը հիմնավորել է նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերով, մասնավորապես ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ ստեղծվող Թրամփի երթուղու TRIP-ի զարգացմամբ։ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը մեր արտգործնախարարությունը ստացել ու փոխանցել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Այն ուսումնասիրելուց հետո հայկական կողմը ըստ անհրաժեշտության կարձագանքի հայտնել է արտգործնախարարությունը։ Նամակի բովանդակության մասին խոսել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հրաժարվել էր։ Я, честно говоря, к сожалению, вижу тенденцию. Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ նամակում մասնավորապես նշվում է, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը միակողմանի կդադարեցնի հանրապետության գազի, նավթամթերքի եւ ադամանդների մատակարարման համաձայնագրերը։ Հայաստան այցի մասին է խոսել ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ։ Մարկո Ռուբիոն ասել է, ականատես ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք իրականում շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին։ Լավ առաջընթաց ունենք նաև այստեղ, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավի բնակելի տներին ու շենքերին, հարվածները հանգեցրել են տասնյակ քաղաքացիական զոհերի, ավերածությունների եւ բնակչության նոր տեղահանումների։ Իրավիճակը կտրուկ սրվել է օրերս, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Հեզբոլլահի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման մասին։ Այս հայտարարությանը հաջորդել է Իսրայելի պաշտպանության բանակի հրամանը, որով Լիբանանի ողջ հարավային հատվածը Զահրանի գետից դեպի հարավ հայտարարվել է մարտական գոտի եւ 100 հազարավոր բնակիչների հրահանգվել է անհապաղ լքել իրենց տները։ Իրանի հարստացրած ուրանը Չինաստան կամ Ռուսաստան տեղափոխելուն դեմ է ԱՄՆ-ն, այդ մասին հայտարարել է Թրամփը։ Լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ի համար ընդունելի տարբերակ կլիներ, եթե Ռուսաստանը կամ Չինաստանը վերցնեին Իրանից հարստացված ուրանի պաշարները, Թրամփը բացասական պատասխան է տվել։ Արդյոք նման պլան առաջարկվել է։ Այս հարցին ԱՄՆ նախագահը չի պատասխանել։ Իսրայելական աղբյուրներն էին գրել, թե Իրանը դեմ չէ, որ Չինաստան տեղափոխվեն հարստացված ուրանի պաշարները։ Պեկինից ու Թեհրանից այս տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանել։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին արգելել է հարստացված ուրանի դուրսբերումն Իրանից։ Իդեպ Թրամփը կրկին պնդել է, թե Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։ Առայժմ դա նրանց չի հաջողվել, քանի որ եղած փաստաթուղթը մեզ չի բավարարում, բայց կբավարարի, կամ էլ մենք ստիպված կլինենք ավարտին հասցնել գործը, ասել է Թրամփը, ակնարկելով պատերազմի վերսկսումը։
Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածների նոր ինտենսիվ ալիք է հասցրել Լիբանանում, պատճառաբանելով, որ դրանք ուղղված են Հեզբոլլահի դիրքերին։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Թել Ավիվը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր կնքեն, քանի որ դա վատ եւ երկրին վնասող գործարք է։ Նա կոչ է արել ամբողջությամբ անջատել Լիբանանի էլեկտրամատակարարումը, վերահսկել Զահրանի շրջանը եւ վերադառնալ լայնածավալ պատերազմի։ Այս հայտարարությունները հնչել են այն տեղեկությունների ֆոնին, որոնց համաձայն Իսրայելը դուրս է մնացել Թեհրանի հետ խաղաղ բանակցությունների գործընթացից, ինչը նվաստացուցիչ հարված էր վարչապետ Նեթանյահուի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Այցը տեղի կունենա մինչև մայիսի 29-ը, համընկնելով Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի հետ։ Մայիսի 28-ին կկայանան պաշտոնական միջոցառումներ։ Օրվա երկրորդ կեսին կկայանա ԵԱՏՄ ֆորում պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Արդեն մայիսի 29-ին կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։